Ողջույն բոլորին, այսօր ինձ մոտ կա հնդկահավի կրծքամիս, 1 կիլոգրամ է, ցանկանում եմ համեմել և կարտոֆիլի հետ միասին ջեռոցում տեղավորել, տեսնենք ինչ կստացվի, ես անցքեր եմ բացանում և այս անցքերի մեջ տեղավորելու եմ սխտոր, այսպես, վերցնում ենք համապատասխան աման, աղ եմ լցնում, տեղավորում եմ, ահա, այսպես աղով մի լավ կտրորեմ, փակում ենք, տեղափոխում եմ սառնարան, ամբողջ գիշեր այսպես կմնա, մի խորոտ հարմար ամանի մեջ ես լցնում եմ կարմիր պղպեղ, չաման, ունեմ մի քանի հատիկ սխտոր, ճզմած սխտորը, կետչուպ, տոմատի մածուկ, այսպես ասած տոմատ, թթվասեր, խառնենք, ավելացնում եմ 30 գրամ բուսայուղ, կթողնեմ մի 2-3 րոպե հանգստանա, բաց եմ անում այն ամանը, որ երեք կրծքամիսը աղ դրեցինք, տեսեք որքան ջուր է դուրս տվել, թափում եմ ջուրը, սառը ջուր եմ վրան բացանում, այ քեզ բան ջուրը կտրվեց, սառը ջրով մի հատ ողողում ենք, ինչպես կասենք ցայում ենք, այսպես, և այս մսի կտորը հիմա կչորացնենք, ցամքացնենք, ահա անձեռոցիկով ցամաքացրեցինք, չորացրեցինք և մխրճում ենք այս խուսի մեջ, ինչը որ պատրաստել ենք, մի լավ տրորում ենք, սա կարող եք, ժամը կարևոր չի, քանի ժամ լինի, սառնարանում պահեք, թեկուզ հաջորդ օրը պատրաստեք, ավելի համեղ կստացվի, այսպես, ահա, ես մի 2 ժամից նոր կպատրաստեմ, ահա, մի 2-3 ժամ է մնացել է սրա մեջ, հիմա ժամանակն է, որպեսզի տեղափոխեմ ջեռոցը, մի փոքր բարակացնում ենք, ինչու ենք այսքան հաստ շերտով պատում, որովհետև ինքը, այսպես ասենք, կաշի չկա, մեկ է այս միսը, եթե ցանկացած կերպ մաշկ լիներ վրան, այսքան հաստ շերտով չէի պատի, եթե հաստ շերտով չպատեմ, ինքը չորանա, կսմքի ու շատ անհաջող բան կստացվի, իսկ այսպես հանգիստ ինքը իրեն համար, շատ ավելի հաստ մասերը հեռացնում եմ, ինքը իրեն համար կեպվի և չի չորանա, իսկ այս խմորի վրա ես հիմա կավելացնեմ, ես սրա մեջ աղ չէի արել, որովհետև միսն էի աղի մեջ պահել, դրա համար հիմա աղով պահածոցված ես կարմիր պղպեղն եմ լցնում, ավելացնում եմ բուսայուղ, դե մնացած համեմունքները մեջը կար և խառնում եմ, կարտոֆիլ եմ մաքրել, շերտատել և հիմա կարտոֆիլը այս խույսի մեջ եմ լցնում, պատում եմ այս խույսով ու տեղավորում եմ տապակի մեջ, ահա խնդրեմ հարգելիներս, կարտոֆիլն էլ ես հավելյալ խուսով պատեցի, տեղավորեցի, հիմա այսպես պետք է տեղափոխեմ ջեռոցը,
Իսկ այս ավելացած խուսը կարող եք մեկ ուրիշ հարմար փոքրիկ ամանի մեջ լցնել եւ սառնարանում պահել, եթե ուրիշ մի որոշ ժամանակ հետո միս լինի, որպեսի համեմեք, սրանով կարող եք համեմել, շատ համեղ կստացվի։ Այնպիսի անուշ բուրմունք է տարածվել, ոյ։ Ինչ անուշ բուրմունք է, չխոսեմ այլևս։ Շատ համեղ է։ Կարտոֆիլն էլ, տեսեք ինչպես է եփվել։ Իրոք որ շատ համեղ է ստացվել։ Դե ինչ, պատրաստեք եւ թող անուշ լինի։